Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Կոչ եմ անում ձեզ բոլորիդ, որ կիրակի օրը միասին մասնակցենք Թալինում Սուրբ եւ անմահ պատարագում, որը կմատուցի Տեր Թադե Քահանա Թախմազյանը։ Այդ նպատակով Թբիլիսից հատուկ գալու եմ Թալին եւ միասին մասնակցենք պատարագում։ Բոլոր իմ հետևորդներին եւ բոլոր նրանց, ով ուզում է իմ հետ անձամբ ծանոթանալ, կոչ եմ անում, որ կիրակի օրը ժամը 11-ին արդեն լինենք պատարագին եւ միասին մասնակցենք մեր արդեն երկրորդ եկեղեցու ազատագրման գործընթացում Կտրիչ Ներսիսյանից եւ իր փոքրիկ խմբակից։ Հովանավանքը ազատագրելուց հետո Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցած պատարագից հետո մենք արդեն այս կիրակի նոյեմբերի 9-ին ազատագրելու ենք երկրորդ եկեղեցին եւ սա լինելու է հստակ ազդակ, որ մենք հայ ազգը պինդ կանգնած ենք եւ շարժվում ենք դեպի մեր նպատակ ազատագրենք մեր եկեղեցին Ներսիսյանների կլանից եւ իրենց փոքրիկ խմբակից եւ այդ նպատակով մեր վերջնական նպատակը եւ ցանկությունն է եւ առաքելությունն է ազատագրել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից եւ դա այդպես է լինելու շուտով մենք կհասնենք մեր ազգային նպատակին, բայց այդ նպատակին հասնելու համար կիրակի օրը բոլորիդ կոչ եմ անում տարբեր վայրերից, գյուղերից եւ քաղաքներից արեք Թալին եւ միասին այնտեղ կայնենք։ Բացի դրանից, դա կլինի շատ լավ հնարավորություն մեր բոլորի համար անձամբ շփվելու։ Ես ջերմորեն հիշում եմ ձեր այն խոսքերը, մոտեցումը, ջերմությունը, որը զգացի Հովանավանքում, երբ մենք բազում ներկայացուցիչների եւ մեր հայրենակիցների հետ այդտեղ հանդիպեցինք։ Ես հուսով եմ, որ ձեզ բոլորիդ նաեւ կտեսնեմ Թալինում գալիք կիրակի օրը։ Բացի դրանից, մենք հնարավորություն կունենանք իրար հետ ծանոթանալու անձամբ, շփվելու այն մարդկանց հետ, ով երկար ժամանակ է հետևում է իմ ալիքին, ով գրում է այդքան ջերմ եւ կարեւոր մեկնաբանություններ։ Սա կլինի լավ հնարավորություն։ Կոչ եմ անում ձեզ ընտանիքներով հետ միասին, արեք կիրակի օրը Թալին եւ միասին կանգնենք ի պաշտպանություն եւ ի ազատագրում մեր եկեղեցու։ Բացի դրանից, նոյեմբերի 9-ը շատ ծանր օր է մեր բոլորի համար եւ այդ օրը վարչապետը, որը լինելու է նաեւ այդտեղ, Նիկոլ Փաշինյանը ասել է, որ պատարագը ուղղված է լինելու մեր ընկած հերոսների, մեր տղաների հիշատակին։ Եվ դա իհարկե նաեւ շատ կարեւոր է։ Ուստի միասին կանգնենք այդտեղ, մասնակցենք պատարագում, հիշենք մեր բոլոր ընկած հերոսներին եւ իրենց պատգամը, որ մենք պահենք Հայաստանի Հանրապետությունը, իր ինքնիշխանությունը, որը անցնում է հիմա մեր եկեղեցին ազատագրելու ճանապարհով եւ դա անպայման պետք է տեղի ունենա մեր պետության ամրապնդման եւ զարգացման նպատակով։ Եվ ուստի բոլոր հայերի համար սա կարևոր առաքելություն է եւ ամբողջ հայությունը պետք է միանա այս օրակարգի շուրջ։ Եվ հուսով եմ, որ մենք ձեր հետ միասին կիրակի օրը կհանդիպենք եւ կունենանք շատ հետաքրքիր նաեւ զրույցներ։ Բացի դրանից, օգտվելով հնարավորությունով ես ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ այսօր Կտրիչ Ներսիսյանը նորից Տեր Տարոնին այս անգամ կարգալույծ է արել։ Ուրեմն պետք է ասել, որ կարգալույծ Կտրիչը որևէ մեկին կարգալույծ չի կարող անել։ Կտրիչ մենք չենք ճանաչում քո իշխանությունը։ Մենք չենք ճանաչում քո կողմից կարգալույծ անելը մեր արդար քահանաների։ Կեցեն մեր արդար քահանաները, որոնք հիմքն են քրիստոնեական հավատքի, որոնք չեն վախենում Կտրիչ Ներսիսյանի եւ իր փոքրիկ խմբակից, որովհետեւ իրանք վախ սրտում չունեն։ Ինչպես Քրիստոս չէր վախենում իրեն պատժողներից, այս մարդիկ մեծ ազգանվեր գործ են անում նվիրվելով եկեղեցուն։ Մենք շնորհակալ ենք բոլոր այդ քահանաներին, բոլոր հոգևորականներին, որոնք հիմա պայքարում են եւ աջակցում են մեր եկեղեցու ազատագրման գործընթացին։ Բացի դրանից պետք է ասեմ,
որ կան հոգևորականներ, որոնք նախկինում շատ սխալներ են գործել, մեղմ ասած, բայց ես տեսնում եմ, որ իրենք հիմա փորձում են ազգին, պետության եւ եկեղեցուն ճիշտ ուղու կողմը կանգնել, ճիշտ կողմը առհասարակ լինել։ Դա իհարկե գնահատվելու է, չնայած ձեր սխալների կամ հանցագործությունների ճիշտ ժամանակ անցնելը պետության կողմը իհարկե ունենալու է գնահատական։ Առնվազն դուք չեք լինի այնպիսի նույն իրավիճակում, որում կլինի կտրիչ Ներսիսյանը եւ իր փոքրիկ խմբակը, որը եզրասի օրինակով նոր մեդալ են ստացել Ներսիսյանների ընտանիքում, շքանշան։ Եզրասի օրինակով շարունակում է պայքարել եւ այսօր փաստացի Եզրասը ասաց, որ այս պայքարը փաստացի Աստծու դեմ է։ Ուրեմն Եզրաս փորձի եւ արի Հայաստան։ Ես հուսով եմ, որ դու գքաս Հայաստան, որտեվ կարծում եմ հայկական պետությունը քեզ սպասում է։ Եվ քեզ կսովորեցնի հայկական պետությունը, թե ինչ է նշանակում օտարի շահերը սպասարկելով հայ առաքելական եկեղեցու ազատագրման գործընթացը գնահատել ինչպես պայքար Աստծու հետ։ Մենք քեզ դա կհիշեցնենք քո մեդալով հետը։ Առհասարակ մենք ազգովի շնորհավորելու ճակերտներում ունենք, Ներսիսյաններին արդեն 2 շքանշան ունեն իրանք։ Հայ ազգից պատժելու օրակարգ ունեք դուք։ Ուրիշներից երևի շքանշան։ Դա արդեն ձեր խնդիրն է։ Ձեր։ Եվ այո, խնդիր ունեք, որովհետև ազգի դեմ եք գնացել։ Ազգի դեմ։ Եթե Տեր Թադե Քահանա Թախմազյանին նաև կարգալույծ անեք, ապա դուք մոտենում եք կարմիր գծերին։ Հակահարվածը պատասխանը հայկական պետության ինքնիշխանի ուրեմն Երևանի կտեսնեք ինչպիսին է լինելու, ավելին ձեզ ասեմ, ձեզ տերերը չեն փրկելու։ Ձեր հարցը վաղուց լուծված է։ Վաղուց։ Եվ շատ շուտ ավարտվելու է։ Եվ գլխավոր լուծողը ձեր հարցի հայ ժողովուրդն է։ Եվ այս կիրակի օրը մենք միասին կամրապնդենք դա։ Կամրապնդենք սա, որովհետև մենք գիտենք ձեր օրակարգը։ Մենք տեսնում ենք ձեր օրակարգը։ Եվ ամեն ինչ ենք անելու, որ շուտափույթ մեր եկեղեցին ազատագրենք։ Նաև իհարկե հետաքրքիր եւ կարեւոր է, որ կարծես այդ Գերագույն հոգևոր խորհրդի ընթացքում անաֆեմայի թեման առհասարակ օրակարգ չդրվեց։ Լավ է, որ այդպիսի մեծ սխալ թույլ չտվեցիք։ Մի կողմից էլ կարող է վատ է, որովհետև ձեր հարցը ավելի շուտ կլուծվեր, բայց էլի ոչինչ։ Ես ձեզ կոչ եի անում չանեք դա, խղճալով ինքներդ ձեզ, լավ է որ չարեցիք։ Հիմա պետք է ասել, որ այդ ընթացքում կան տարբեր հոգևորականներ, որոնք բարձրաձայնում են հարցը, որ այսպես շարունակել չի կարելի։ Լավ եք անում, բարձրաձայնում եք։ Բայց ընդգծելը պետք, որ չկա տարբերակ, որում կտրիչ Ներսյանը մնում է իր պաշտոնի վրա։ Երկխոսության գնացեք, եպիսկոպոսներով, արքեպիսկոպոսներով խնդիր չկա, բայց կտրիչ Ներսյանի պաշտոնում մնալու հարցը մտքներում որևէ մեկի չլինի, որովհետև դա այդպես չի լինելու։ Ձև չկա, կտրիչ Ներսյանը մնա։ Եվ դուք ինքներդ նաև զերծ պետք է մնաք այդտեղ ներքին եկեղեցական խաղեր տալուց, որովհետև նրա համար չի ազատագրվում եկեղեցին, որ կեղծ ազատագրում տեղի ունենա։ Ավելին չասեմ։ Դա չի լինելու, ազատագրումը լինելու է լիովին եւ ամբողջությամբ։ Եվ այն մարդիկ, ով նպաստեն, հաշվի կառնվեն, ով խոչընդոտեն, հաշվի կառնվեն, ով փորձեն խաբեն եւ կեղծ ազատագրում կազմակերպեն,
կտրիչին որևէ ուրիշ կտրիչով փոխելով, դա շատ մեծ սխալ կարա լինի, շատ ծանր հետևանքներով։ Հուսով եմ, որ այդ գաղափարները որևէ մեկի գլխում, մտքերում չկա։ Առհասարակ պետք է ասել, որ մենք շարժվում ենք դեպի այդ կարևոր արդեն փուլ, եւ պարոն վարչապետի այսօրվա հայտարարությունը, որ հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի, շատ կարևոր է։ Ես կիսում եմ այդ մոտեցումը, որովհետեւ այո, Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ։ Կտրիչ Ներսիսյանը արդեն իրականում կարգալույծ արված է։ Եվ ժողովուրդը դա կապացուցի։ Ինչքան ավելի շատ կտրիչը դիմադրի սրան, այդքան ավելի շատ եւ շուտ տեղի կունենան փոփոխություններ։ Եվս մեկ անգամ, հարգելի հայրենակիցներ, ես ձեզ բոլորից սպասում եմ կիրակի օրը Թալինում Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամը 11-ին կսկսվի պատարագը, որը կմատուցի Տեր Թադէ Քահանա Թախմազյանը, եւ մենք միասին մասնակցենք այդ պատարագում։ Ես անհամբեր սպասում եմ հնարավորությանը ձեր հետ բոլորի շփվելու, դա շատ կարևոր է, որ մենք արդեն երկրորդ անգամ ձեր հետ հովանավակից հետո կունենանք հնարավորություն անձամբ ծանոթանալու։ Ես բարձր եմ գնահատում այն, որ մենք անմիջապես ենք նաև իրար հետ շփվում։ Դա մի ուրիշ մակարդակի արդեն կապ է մեր միջև։ Եվ դա լուրջ ներդրում է մեր ապագա գործունեության, համագործակցության եւ առաքելության մեջ։ Եվ կհանդիպենք կիրակի օրը։ Կհանդիպենք, ցտեսություն։